Հենց հիմա հնչում է երաժշտություն, որը գրվել է թզուկի երգը ներկայացման համար, որը բեմադրել է իմ հայրը Տիգրան Զահալյանը, երաժշտությունը Էմմա Միհրանյանինն է, գրվել է մեր տանը, ես կարելի է ասել, այս թատրոնում ծնվել եմ։ Այսօր էլ նույն այս բեմում աշխատում են Ինգան, մայրը և նրա դուստրը, 3 սերնդի դերասանուհիներ, մեկ տուն, մեկ բեմ։ Ինգան հիշում է, դեռ փոքր հասակից էր գալիս թատրոն որպես սովորական հանդիսատես, բայց 1998 թվականին նա այլևս ոչ թե կողքից էր նայում, այլ որպես դերասանուհի է մտնում թատրոն ու իր ձևակերպմամբ ներխուժում բեմական կյանք։ Հիշում է առաջին դերակատարումը, Ռուբեն Բաբայանի 3-րդ ճուտիկում էր, հետո 3 խոզուկը և բազմաթիվ այլ ներկայացումներ։ Փոքր է, երբ որ գալիս էի, դե բնական է ներկայացում չէի խաղում։ Մեր թատրոնը այդ տարիներին ուներ արտագնա ներկայացումներ և իմ պարտականությունն էր այսպես բարձրախոսը պահել դերասանների մոտ, որ նրանք խաղային ներկայացումը, բայց 98 թվականին արդեն որպես դերասանուհի ես ներխուժեցի իմ հարազատ տուն։ Դերասանուհի Նարինե Գրիգորյանն էլ ունի իր պատմությունը։ Նրա համար տիկնիկային թատրոնը պարզապես աշխատանքի վայր չէ, այլ, ասում է, օրրան, որտեղ սկսվել է իր որպես արվեստագետի ձևավորումը։ Այստեղից է սկսվել նրա ստեղծագործական ճանապարհը, այստեղ է նա առաջին անգամ հասկացել, որ տիկնիկը կարող է ոչ միայն շարժվել, այլ նաև պատմել, խոսել, զգացնել։ Այս թատրոնը այն օրանն էր, որը կայացրեց շատ երիտասարդների, դուք չեք պատկերացնում, ինչքան այստեղ ամեն անկյունում, թեկուզ սկսած այս բուֆետի հատվածից, այստեղ ֆոյեում, փոքր դահլիճում, բոլորս ամենտեղ փորձ էր անում, որովհետև այս թատրոնը բոլոր դռները բացել էր երիտասարդների համար, որոնք կարողանան արտահայտվել, աշխատել եւ այլն, եւ ես անչափ եմ սիրում այս թատրոնը։ 90-ամյա թատրոնի ներսում ամեն ինչ շնչում է, այստեղ սերունդները չեն ավարտվում, պարզապես փոխվում է նրանց ձայնը, քայլը, խաղը, տիկնիկները հիշողություն ունեն ու հուշեր, իսկ բեմը տասնամյակների տաք շունչ։ Թատրոնի հնագույն պատերի մեջ կա մի գաղտնիք, մի ուժ, որը տարիների ընթացքում երբեք չի մարել։ Ռադիոլուրի հետ զրույցում ասում է թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։ Անկախ այն բանից աշխարհում ինչպիսի խառնաշփոթ էր, թատրոնը ոչ մի օր չի փակել իր դռները փոքրիկ հանդիսատեսի առջև, այն միշտ մնացել է կենդանի, շնչող, սպասող իր փոքր ու մեծ հանդիսատեսին։ Օր-օրի, տարի առ տարի թատրոնը հարստացրել իր խաղացանկը, շատ նուրբ է վերաբերվել նույնիսկ հին ներկայացումներին։ Մենք այսօրվա մեր խաղացանկում ունենք ներկայացումներ, որոնք բեմադրվել են 50 տարի առաջ, 40 տարի առաջ, չկան հեղինակները, չկան ռեժիսորները, նկարիչները, կոմպոզիտորը, դերասանները, որ առաջ անգամ խաղացել են, բայց ներկայացումը ապրում է։ Ներկայացումը սկսվում է։ Մաղթում ենք հաջողի դիտում։ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի հունիսի 1-ին և ժամանակին գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից։ Հիմնադիրներ Սոֆյա Բեջանյան, Գևորգ Առաքելյան, Պավլոս Բորոյան, Արաքսիա Արաբյան։ Առաջին ներկայացումը Սամուել Մարշակի «Չարաճճի պետիկն» էր։ Ստեղծման ու կայացման տարիներին թատրոնին աջակցել են հայտնի ռեժիսորներ ու նկարիչներ Լևոն Քալանթարը, Վարդան Աճեմյանը, Տիգրան Շամիրխանյանը, Խաչատուր Եսայանը, Վաչագան Թևանյանը և այլք։ Բազմաթիվ վերելքներ ու վայրեջքներ է ունեցել թատրոնը տարիների ընթացքում, բայց այսօր, հաղթահարելով ժամանակի փորձությունները, մնացել է անսասան իր կոչման մեջ։ Եվ հիմա տարիների այս երկար ուղին իր հետևում թողնելով, թատրոնը մեծ հպարտությամբ և անկեղծ ուրախությամբ նշում է իր 90-ամյակը։ Ուղիղ 10 տարի առաջ մենք նշում էինք թատրոնի 80-ամյակը։ Այս 10 տարվա ընթացքում մեզնից հեռացան մեր գոլեգաները, կյանքից հեռացան, բայց չմահացան, քանի որ արտիստը Հայաստանում չի մահանում։ Ես ուզում եմ, որպեսզի մենք ծափահարություններով հիշենք մեր
հրաշալի գոլեգաներին։ Խնդրում եմ կապտի։ Թատրոնը տարիք ունի, բայց չի ծերանում։ Երիտասարդները մշտապես նոր երանգներ են բերում, նոր շարժում, նոր շունչ, իսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ աշխատել են թատրոնում, հոգով միշտ երիտասարդ են։ Բարի 90-ամյակ մեզ բոլորիս։ Դերասան եւ երգիչ Ներսես Ավետիսյանը շրջելով դահլիճում անկաշկանդ ու ջերմորեն շփվեց հանդիսատեսի եւ գործընկեր դերասանների հետ, հավաքելով նրանց կարծիքներն ու զգացողությունները տիկնիկային թատրոնի մասին։ Եվ պարոն պատկերացրեք, տիկնիկային թատրոնը մարդ է, եւ այդպես էլ կա կարծիք, չէ՞, շրջող օրգանիզմ։ Ինչ կմաղթեք տիկնիկային թատրոնի 90-ամյակի կապակցությամբ։ Միայն լավագույնը։ Գիտեք, ես շատ կապված եմ այս թատրոնին, որովհետև իմ առաջին քայլերը այստեղ են եղել Երևանում մշտական 50-ամյակը Սեսբենի վրա է դոներ, 55-ամյակը Սեսբենի վրա է դոներ, ճիշտ է 5 տարվա մեջ 2 անգամ ստենդավորվեցի, բայց կարող ենք ասել, որ այդ ստենդերը հավանաբար տեխնիկայի թատրոնի ստենդերը ինձ եկանքս երկարացրեց։ Յուրաքանչյուր կարծիքը անկեղծ ու ջերմ, քննադատ ու ինքնակննադատ միաձայն հաստատում է մարդը լիարժեք չի մեծանում, եթե մանկություն չի ապրել այս թատրոնում։ Այստեղ բեմադրվող հեքիաթներն ու տիկնիկները ոչ միայն զվարճացնում են, այլև իմաստնացնում հանդիսատեսին, նպաստում երեխաների հոգևոր և ստեղծագործական զարգացմանը, ձևավորում նրանց ներքին զգացմունքները և նրանց գիտակցության մեջ ամրապնդում արժեքներ, որոնք ուղեկցում են ողջ կյանքում։ Աիդա Ավետիսյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։